թեև Կիրակի օրը Հայաստանում տեղի ունեցան խորհրդանական ընտրություններ, այսօր արդեն շաբաթ է, բայց դեռևս վերջնական պատկերը մեր խորհրդարանի պարզ չէ։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանն եմ, Ավետիք Քերոփյանը եւ Հովհաննես Իշխանյանը, մեր մշտական հյուր կամ երկար բացակայությունից հետո նորից մեր տաղավարում։ Այո։ Բարև ձեզ, պարոնայք։ Բացակայությունից Ուրեմն թեև արդեն մի 6 օր անցել է խորհրդանական ընտրություններից, բայց դեռևս մեծ հարցեր կան, թե ինչպիսի կառուցվածք է ունենալու մեր խորհրդարանը, մասնավորապես անհասկանալի է, թե արդյոք Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված լինելու է խորհրդարանում ու ըստ այդմ ԿՊ-ն ունենալու է պարզ մեծամասնություն, թե ուրեմն այդպես ավելի մեծ 3/5 կամ սահմանադրական, չէ, սահմանադրական չի ունենալու ոչ մի դեպքում, չէ, կարծեմ ոչ մի դեպքում չի ունենալու, ընտրությունները առանձնացան այսպես կեղծիքների բանով, աստղաբույլով, այսպես կարելի է ասել, իհարկե ասում են, որ սա բաներ, աննախադեպ կեղծիքների արժեք։ Դրա մասին նախորդ հաղորդման ժամանակ խոսել ենք եւ նախընտրական ընտրակեղծարարությունը եւ ընտրական եւ հետընտրական։ Բայց ես կարծում եմ, որ սա սովորական հերթական կեղծիքներով լի հայկական ընտրություններ, որը աչքի ընկավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անկազմակերպվածությամբ, որ չեն կարողանում ոչ բան մաքուր միջև վերջանեն, այստեղ էլ կեղծիքները այնպես էին, որ աչք էին ծակում եւ բոլորը դրա մասին տեսնում էին, խոսում էին եւ այլն։ Դե փնթի են։ Հա, առնվազն։ Շատ տարօրինակ էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որ դեռևս 10% չհաշված ինքը արդեն ասուլիս տվեց, ասեց ես եմ Հայաստանի վարչապետը եւ շատ հատկանշական են իր գործընկերների, թիմակիցների այսպես հանցագործության վրա բռնված գողի դեմքով արտահայտությունները։ Հա, այդ հայտարարության ժամանակ դրանք էլ էին շատ աչքի զարնում, ուրախության նշույլ չկար ամեն դեպքում։ Բայց ամեն դեպքում, ուրեմն, միջև հիմա պարզ չի, ոնց է դառնալու նորից վարչապետ, ինչ քանի քվե ունի, ԿՊ-ն քանի падգամավոր աննալու եւ այլն, եւ այդ երկու տեղամասերի, որտեղ զինվորներ են քվեարկել չեղարկումը երրորդն էլ կա, որ հայտարարված է, որ չեղարկվել է, որտեվ 8 համարի քվեաթերթիկ ազգային ժողովրդական բևեռի չկար։ Ընտրա տեղամասում դրանից առաջ մի հատ էլ տեղամաս էին հայտնաբերել, որտեղ երրորդ համարի քվեաթերթիկը չէին բերել։ Գիտենք, եւ սա ոչ միայն դա փնթիության հատկանիշներ են, այլ ես կարծում որ այստեղ կա իսկապես չարամիտ դիտավորության նման մի բան էլ։ Մեծ հաշվով ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքները սպասելի էին եւ այնպես չի, որ ասենք ուժեղ Հայաստանը կամ Հայաստան դաշինքը կամ Բարգավաճ Հայաստանը պատրաստվում էին իշխանություն վերցնել ու դա օրինակ Սամվել Կարապետյանը ասաց, որ մենք ինչքան ակնկալում ենք, այդքան է ստացել ենք լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ու մեծ հաշվով ես կարծում եմ, որ սա նաև Նիկոլ Փաշինյանի ուզածով խորհրդարան է, թեև ինքը ասում է, որ եթե սահմանադրական մեծամասնություն չունենան պատերազմ սկսի, չգիտեմ ինչ կլինի եւ այլն, բայց ես չեմ կարծում, որ ինքը չէր կարող ավել կեղծիք անել կամ ուրիշ արդյունքներ գրանցել ու այդպես ինքը բարի էր, ուժեղ Հայաստանը գրանցեց, որտեվ ամաչում էր, չի ամաչում այս ամեն ինչ անելու համար, բայց ասում եմ մենք չենք ուզում դիմենք ԿԸՀ, որ չասեն գլխավոր մրցակցին բան անում, ինքը չդիմեց իր հա, գործընկեր եւ բարբերած թե իբր այնքան անկախ կառույց է, Վահագն Հովակիմյանն այնպիսի մի անկախ բան ինքնիշխան ԿՀ-ը, որ պետք կարող է մերժի բանի վարչապետի ցանկությունը։ Բայց դեռ ժամանակը չի անցել այդ մերժումը դատարանում վիճարկելու եւ ի վերջո գրանցումը չեղել համարելու։ Ամեն դեպքում այդ հնարավորությունը կա եւ բաց է թողել։ Դա ծաղր լինի, չլինի, տես հիմա ասենք ընտրակաշառքի կամ ընտրակաշառքի մեղադրանքով հարյուրավոր
ձերբակալվածներ կան, որոնց ոչ մեկի մասով չկան դատարան ներկայացված ապացույցներ, դատական գործեր էլ չեն սկսվել, այսինքն վարույթները քննության ընթացքում են եւ այլն, բայց դուրը դեռ բաց է, հենց այդ գրանցումը վիճարկելու, գրանցումը չեղել համարելու դատական որոշումներ, ինչ տեսակի դատական որոշում ասես, կարող են ունենալ եւ մտադրություն էլ կա ամեն դեպքում, ասենք հունիսի 4-ի բանավեճ գոչվածի ժամանակ այդ մտադրությունը ուղիղ կերպով հայտնեց, հանձնարարությունը տվեց, հանձնարարությունը ստացան, հաջորդ օր գնացին, վիճարկեցին եւ այլն։ Այսինքն այստեղ մենք գործ չունենք որևէ տեսակի, այսպես մրցակցային ինչքան այսինքն կարող է հիմա ուժեղ Հայաստանին հանեն մանդատները։ Այո։ Բացառվում Ավետիք ջան, դե եթե գրանցումը չեղել համարեն, դատական վճռով նորից ընտրություն պետք է լինի։ Չէ։ Նորից ընտրություն պետք է լինի։ Չէ, նորից ընտրություն չի լինի, երրորդ ուժով, երրորդ ուժի ընտրությամբ կանցնի օրենքի ուժով, այսպես կանցնի 3 ուժ։ Բական։ Բայց իրենց տոկոսները ինչ է լինելու։ Համաստորեն կբաշխվեն։ Ես մենք պատասխանատվություն։ Դու ինչի Եթե չէ, ֆանտաստիկ չեմ գրում, եթե ասում եմ հնարավորությունները, որը որ կա եւ ձերքից բաց չեն թողնում։ Դա կլինի ուրեմն նորից ընտրություն ասկսնան։ Չի կարող դա լինի։ Ընտրությունները բնականաբար քվեակության օրը չեն կեղծում ու արդեն մենք նոր ոճի, նոր մակարդակի էվոլյուցիա ենք ապրել ընտրակեղծարարության, պետք է նայել թե մինչև ընտրություններ ինչեր է արվել։ Օրինակ, կարամ մի օրինակ բերեմ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը Փարաքարի համայնքապետի նույնպես կարելի է մտցնել այս ընտրակեղծարարության մեջ, որովհետև пассив կազմակերպված է սպանությունը ԿՊ-ի կողմից բերել է նրան, որ այդ համայնքը այդ ընդդիմադիր ընտրված համայնքապետից զրկվել է ու այնտեղ այդ արդեն գյուղապետերի հետ ոնց ուզեցել կարողացել են աշխատել այդ կազմակերպչական աշխատանքը ընդդիմության համար բնականաբար ապրելու երկրից էր հիշում ենք Վալոդիա Գրիգորյանը կամ օրինակ ասենք Դե Վանաձորի քաղաքապետ, Գյումրիի քաղաքապետ ձերբակալությունները անվերջ է, հա, անվերջ է 21 թվականի ապրիլին հրաժարական տալ եւ հրաժարական չգնալը այսինքն 5 տարի մենք այս 26-ի ընտրախախտումների մեջ այո 5 տարի փաստորեն այդ ընտրախախտումները պատրաստվել են հոկտեմբերին հրաժարական տալ եւ չգնալը, հա։ Իսկ այս վիճակը իրականում շատ երկար պատմություն ունի, հա, բայց փաստը այն է, որ այս ընթացքում, այս 8 տարվա ընթացքում կուտակվել է, այո, կուտակվել է իսկապես վարչական ռեսուրս իրեն ձեռքի տակ, որը կարողացել են նաեւ օգտագործել։ Բայց բնական չի։ Բնականը վարչական ռեսուրս չի բնականը բայց նորմալ չի, բայց դրա հետ միասին կա ասենք նաև չնախատեսված ասենք բյուջետային հատկացումներ հենց թեկուզ թոշակների բարձրացմանը կամ առողջության ապահովության հիմնադրամի պակասորտ լրացնելը տարատեսակ գաղտնի եւ ոչ այնքան գաղտնի որոշումներով եւ լիքը այլ բաներ։ Այդ արդյունքում նույնիսկ այդ չի օգնել իրանց, որ կարողանան 50+ ձայն հավաքեն, այսինքն ինչ մակարդակի ընտրակեղծարարություն են արել որ կարողանան 50+-ը հավաքեն, ընդ որում ես անձամբ համոզված եմ, որ 3 ուժերը ու շատ հնարավոր է Թաթյանն էլ այդ թվում հաղթում էին, դա նաև ցույց է տալիս exit poll-ը, ու exit poll-ի այսքան տարբերություն չի լինում, ու այդ ժամը 2-ի մամուլի ասուլիսից առաջ եւ դադարեցված էր հաշվարկը, հա, օրինաչափություն տանում էր նրան, որ ինքը նվազում է, այն 4 ուժերը կամաց արդեն համբ են անում։ Դադարեցվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի հեռարձակումը, կայքը չէր աշխատում եւ այլն, եւ եղավ սահմանադրական կարգի տապալում։ Մարդը դուրս եկավ, ասաց մենք հաղթել ենք, երբ որ 10-15% ընդամենը տեղամասերի արդյունքներն էին հաշվարկված։ Վերջ ըստեղից արդեն վերջանում է ընտրության մասին խոսելը, որովհետև այդ մարդը ինքը իրեն հայտարարել է հաղթված, երբ որ արդյունքները բանում։ Դրանից առաջ Վրաստանի վարչապետը, նախկին նախագահ եւ վարչապետը շնորհավորում են, երբ որ ընդամենը 1%-ն է բացվել հայտնի, այսինքն այստեղ հստակ պայմանավորվածություն կա Վրաստանի վարչապետի հետ ու պետք է հələ պատասխան տան։ Այդ ոնց եղավ որ 1%, այսինքն դու ում տեղն ես քեզ դրել արտաքին երկրի ղեկավար, երբ որ մեզ մոտ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
չի հայտարարել Իսկ միակ պաշտոնական աղբյուրը իսկ դու շնորհավորում ես հələ մի կողմ որ սրանք լրիվ սահմանադրական կարգը տապալում են եւ թքած ունեն որ այնտեղ ինստիտուտ կա որը դրանով է զբաղվում սահմանադրական այդ բանը իրավասությունը տվել է իրաց մի հատ է արտաքին երկրի ինչ որ վարչապետ է գալիս մեր ինստիտուտների վրա թքում Այո շատ դժվար է քո կրկոտ ելույթին Ես հասկացել եմ որ պետք է մի քիչ կրկոտ Այո դրա համար մենք եթերից առաջ նոր մականուն հորինեցինք ընտրահերոսակ ընտրավարսկան թե Այստեղ շատ հետաքրքիր օրինաչափություն կա որ ու այս ընտրությունը դա հաստատեց որ Հայաստանում երբեք ընտրություններով իշխանություն չի փոխվել ու մինչև այս պահը չի փոխվում այդտեղ ես չգիտեմ ոնց է իհարկե մեծ հաշվարկվում դաշտը քվեները բաները որտեվ դա բայց երևում է որ դա նախապես հաշվարկվում է Եվ պարզեր ինձ համար օրինակ մինչև ընտրությունները պարզեր որ Նիկոլ Փաշինյանը ունենալու է 51%-ի կարգի ձայն պարլամենտում, որպեսզի կարողանա ասել, որ ես չեմ կարող պարլամենտով սահմանադրական փոփոխություններ անել, որպեսզի կարողանա ինչ-որ բաներից խուսափել պատասխանատվությունից, երկրորդը, որ իր գլխի վրա կախված լինի ինչ-որ մահակ, որ ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանը մի քանի падգամավոր կառնի, արդեն ինչ-որ պիսի բաներ են խոսում, թեև սովորաբար հակառակն միշտ բայց դա էլ ինչու է դա այդպես որովհետև պարզա որ ասենք Միացյալ Նահանգները ուզում է թրիփ բայց Եվրոպան ենթադրում է որ դեմ է այս մեծ թուրանին Ենթադրում եմ, որ ասենք Ռուսաստանը չի ուզում, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի կամ Ադրբեջանը խուսափում է դրանից կամ չգիտեմ ինչ է ուզում, այսինքն Նիկոլ Փաշինյանի արտաքին հենարանները տարբեր բաներ են ուզում, ինքը չի կարա տարբեր բաներ են խոստացել տարբեր ուժերի եւ դրանից խուսափելու միակ ձևը այդ բացարձակ մեծամասնություն չունենալն է, թե չէ ինձ համար պարզ է, որ ինքը 21 թվականի, եթե ինքը 21 թվականին կարող ուներ սահմանադրական մեծամասնություն, ու դա զարմանալի չլներ, ոչ մի ուժ չվիճարկեր դրա բանը, որ այդ ժամանակ չխոսվեր կեղծիքների մասին, իսկ եթե հիշում եք, այդ ժամանակ այո, ԲՀԿ-ն 3-9 քանի% էր 3-ից քանիսերինք եկավ շտաբ, Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ եկավ իրեն շնորհավորեց, չգիտեմ, ինչ էս նույն պատմությունն է, բայց որևէ մեկը չխոսեց կեղծիքների մասին, որ դու ոնց ես դու մեծամասնություն բաներ, ավելին ասեմ, ընտրություններից հետո ընդդիմադիր կուսակցությունների բաներ, ղեկավարներ տեղային, այսպես լոկալ ղեկավարներ ընտրություններից հետո դարձան ԿՊ-ի բաները գյուղերի ղեկավարները Արոշ Արուշանյան, Գորիսի քաղաքապետ Չէ ավելի ուժեղ դեպքեր կան, անուններ չտանք Լոռու մարզում, որ ընդդիմադիր բաներ, գյուղերի ղեկավարներ, որ ընդդիմադիր բաներ էին, ներկայացուցիչներ էին, ընտրության հաջորդ օրը դարձան ԿՊ-ականներ, որը նշանակում է, որ այդ կուսակցությունների ձայները հաշվել են ԿՊ-ի օգտին, այսինքն կեղծվել է ընտրությունը, բայց այդ ժամանակ ոչ ոք չխոսեց դրա մասին, ինչու, որովհետև ենթադրում եմ, որ այդ ներքին պայմանավորվածությունը այնպիսին էր լարված էր, կարող ինքնաբուխ ինչ-որ պրոցեսներ լինեին եւ այլն եւ դրանից խուսափելու համար արտաքին ուժերի միջամտությամբ դա այդպես ծածկադմփոցեց։ Հետևաբար ճիշտն ասած ես Հայաստանում արդար ընտրություն չեմ հավատում։ Այսինքն չեմ հավատում, որ մարդիկ կարան գնան, քվեարկեն, որովհետև նախ շատ մեծ է իշխանության հանդեպ այդ բանը միֆական ընտրաստրկություն ասենք, որ ասենք իշխանությունը Սուրբ կով է, չի կարելի իրան կպնել, բանանել, քննադատել, բայց ինձ համար օրինակ ես չեմ պատկերացնում նորմալ մարդ, որը գոհ լինի իշխանությունից, ասենք նորմալ մտածող մարդ լինի ու գոհ լինի իշխանությունից, որտեղ հնարավոր չի իշխանությունից գոհ լինել։ Ուղղակի կարող լինի կործանարար իշխանություն, որ ասենք
մասերի է բաժանում հայրենիքը, ինչ ասես կարա անի, սրա անադեկվատ է եւ այլն, հա, եւ կարելի կանխատեսելի, որ էլի շատ վատ է, չգիտեմ, կոռուպցիան ծփում է, չգիտեմ ինչ ալնում եւ այլն, բայց ինչ որ կանխատեսելի բաներ կան։ Նիկոլ Փաշինյանի դեպքում կանխատեսելի բան չկա ուղղակի, այսինքն արատները նույնն են։ Փաշինյանի եւ Ալիևին համատեցիր էլի։ Ну Փաշինյանի Սերժ Սարգսյանը համատեցի։ Լավ։ Ամեն դեպքում ես չեմ հավատում Հայաստանում արդար ընտրության եւ նաեւ այն պատճառով, որ նախ իշխանությունը շատ կենտրոնացված ուղղաձիգ եւ որևէ բան թույլ չի տալիս, իշխանությունը չի տարանջատում ԱԱԾ ներքին գործեր, ես ինչ եւ այլն, ոչ մի ասենք ԱԱԾ-ի գնդապետ չի ասի, որ ես սա չեմ անի, որովհետեւ սա դեմ է մեր ներքին կանոնակարգերին, բաներին, ոչ մի դատավոր չի ասի, որ ես ես վճիռը չեմ կայացնի եւ այլն, հետեւաբար հնարավոր չի իրական այդ ամբողջ համակարգին բոլոր ուժերին միասին բանանել, հələ լավա Նիկոլ Փաշինյանի ժամանակ գոնե հոգեվոր իշխանությունը առանձնացել է մի քիչ, թե չէ, ասենք բանի ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակ օրինակ Սուրբ Սարգիսն էլ բռնցնում էին որպես բան չէ համարում են դա Սերժ Սարգսյանի, որ Սերժը Սարգիսն է, ուրեմն դա համալիր է, օրինակ Կճոյանն էլ այդպես բաներ են ու կարճ ասած իշխանության մասով չեմ հավատում, ռեսուրսների մասով չեմ հավատում, որտեղ Հայաստանում իհարկե հիմա մի քիչ էսպես այլ փողեր կան, այլ ինչ որ բաներ են մտել մի քիչ այդ իրավիճակը փոխվել է, բայց փողի կենտրոնացումն էլ է այնպես, որ հնարավոր չի այսպես ասենք արդար ԶԼՄ, արդար չգիտեմ ինչ։ Պիտի հաշվի առնենք, որ իշխանությունը բացարձակ անկաշկանդ եւ անխոչնդոտ իր նպատակների, նաեւ քաղաքական նպատակների համար, վերընտրվելու նպատակի համար առավել եւս անխոչնդոտ անկաշկանդ ծախսել է պետական բյուջեի փողերը։ Հա, ուղիղ մայիսի 27-ին մի որոշումով ներել են 5 միլիոնից պակաս բանկերի կողմից պետությանը զիջված վարկերի մնացորդները։ Հա դե գեր բան եղավ, այսպես գերխտացում եղավ, էլի քարոշչության, օրինակ այդ, չգիտեմ, եվրոպական բաներ, երկրների ղեկավարներ, թոշակներ, անկապ զորահանդես, եւ այլն։ Բայց դու ասում ես անկապ, բայց դա մարդկանց վրա ազդեցություն է թողել։ Որոշ ազդեցություն թողել է, իհարկե, այո։ Որ մարդիկ նայեք բանակն էլ է մեզ համար կարևոր, մենք նոր զենքեր ենք առաջին, դա մարդկանց վրա ազդեցություն է թողել։ Մենք կարողանում ենք զորահանդես անենք, տեսեք։ Հա 16 թվականին էր վերջի անգամ զորահանդես տեղի ունեցել։ Դե դա ավելի շատ նման էր այդ բանին են, սուերը, որ բերել էին, բանի հետ։ Ոնց էր պաշտպանած Տոնոյան Դավիթի հետ, որ տենց նկարվեցին, բան արեցին եւ այլն, այդ սուերը չթրան։ Նույնը իմ ստեղը։ Այսինքն սրանք գիտեն թե նույն ձևով, ոչ թե գիտեն, այլ փաստորեն ստացվում է նույն ձևով անընդհատ մարդկանց նույն խափելը, Բայց ինչի է քեստում, որ սա չի թռնալու։ Ինչը Որ ասենք, հա, ասենք ինչ որ տղան չի թռնալու։ Որովհետեւ ում համար են այս զենքերը, եթե դու Տիգրանաշենը հանձնում ես, եթե դու բան ես ադրբեջանցիներին վերաբնակեցնելու ես, ինչ կա չկա զիջում ես, հենա անտառներն են, այնտեղ Սյունիքում բանանում, ինչի համար են այս զենքերը։ Ինչից ես ենթադրում, որ սա չի կրակելու։ Ասեցի։ Որ ինչ։ Ասեցի, եթե քո պետական քաղաքականությունը բանակի ստեղծման փիլիսոփայությանը հակառակ է, զավթված պետական քաղաքականությանը, ուրեմն այդ թոս փչելու համար է։ Նույնն էլ ընդեղ է, եթե դու Արցախի հանձնմանն ես տանում երկիրը, դրա համար թոզ ես փչում բանով։ Հիմա եթե դու Տիգրանաշեն ես հանձնում, ինչ ես ինձ զենք ցույց տալիս, հասկանում ես, ում է պաշտպանելու այդ զենքը, ինձ է պաշտպանելու այդ զենքը, չէ։ Այդ զենքը պաշտպանելու է Տիգրանաշենի հանձնումը։ Եթե դու Կիրանցից, Տավուշից տարածքներ ես տանում, հետո այդ տարածքներ հանձնող գեներալների պաշտոնը բարձրացնում ես, ում համար է այդ զենքը։ Այդ զենքը Տիգրանաշենը հանձնելու համար է։ Ես Կամի սիմպտոմ, հա, դա բանակին ռազմական խնդիր դրած չլինելու փաստն է, հա, որովհետև եթե ունես զավթված տարածքներ, ռազմակալված տարածքներ, համար 1 մարտական եւ ռազմական խնդիր պետք է դրված լինի, դա վերադարձնելու։ Կամ պաշտոնական եւ փաստացի հայտարարություններ, որ այդպիսի խնդիր դրված չի,
Հետևաբար ցանկացած զենք, որը որ ցուցադրվում է, իրականում ցուցադրելու համար է։ Խնդիր դրված խնդիր։ Հիմա ասենք գեներալների հարցազրույցները լսում ես, այն այրեք հրապարակով մի հատ էլի բարձրացան զինվորական ասում է դե բան է, ասում է դե ադրբեջանցի թուրք լիքը լավ մարդիկ կան, ինչքան կարելի է բան արյուն տալ։ Էհա լիքը լավ մարդիկ, ես էլ որ սովորել եմ հրաշալի տղաներ էին ադրբեջանցի, բայց ասենք ինչ են այս մեր փաստորեն բարձրացիան սպաներին քարոզում, որ ասենք այդ պետական քաղաքականությունը, որ Ալիևը ասում է սա արևմտյան Հայաստանն է, զինվորական ասում է դե լիքը լավ մարդիկ կան, էլի։ Արևմտյան Ադրբեջան։ Իրանք հոբլերված են իրենց կաբինետներում, կոնդիցիոներներով, հա, բարձր աշխատավարձ եւ պարգևաճառեր են ստանում եւ հարմար են, խաղաղ են ապրում, այսպես ասած, ճակերտավոր։ Պացիֆիզմ է դրված բանի վրա, մեր զինվորականների վրա պացիֆիզմի քաղաքականություն է դրած, Այդ պացիֆիզմի զենքերն են, պացիֆիզմը պաշտպանող զենքերն են ցույց տվել։ Իսկ երբ է դրված եղել այդպես պատերազմական եւ պաշտպանական դրված է։ Օրինակ ասենք 2008 թվականին, երբ որ ես ծառայության մեջ էի, ուստեղ խժդժություններ էին, որովհետեւ ընդդիմադիր գործիչներ այդ ժամանակ էլ ժամանակից շուտ հայտարարել ես հաղթել եմ ձեռքերի վրա տարեկինս նախագահական Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մեր մի մասին, մեր զորամասից բանին ինչ են ասում վիճակահանություն չէ վիճակահանություն չէ ադբոյն է գալիս ու բանից բայց լեզվից բայց տագնապ էին տագնապով մենք զենքերը բարձել էինք որ առավոտը գնում ենք պատերազմ որովհետև այդ պահին Մարտակերտում առաջացել էին ադրբեջանցիները օգտվելով առիթից մի քանի գյուղ էին վերցել սա շատ հայտնի պատմություն չի բայց 94 թվականի զինադադարից հետո ամենամեծ ռազմական բանն է օպերացիան եղել գործողությունն եղել 2008 թվականին ու մեզ պատրաստվում էին առավոտը տանել մեր հորադիզում որ մտնենք պատերազմի մեջ սակայն այդ առավոտը արդեն մերոնք հարցերը լուծել էին եւ լուծվել էր հիմա դա պաշտպանական է թե պաշտպանական չէ ես հիշում եմ ճիշտ ասած մեր ուղղաթիռի պատմությունը որ զորավարժությունների ժամանակ ուղղաթիռը խփեցին եւ ամբողջ բանակը կուտակված այդտեղ իբր երախը բաց պատրաստ չգիտեմ ինչի ոչ մի չարեցին որ այդտեղ պետքա բերեցին հետ ինչ որ բանով հատուկ գործողությամբ էսի ինչով դիակներ բայց պատասխան հարված այդ ուղղաթիռի դիմաց մենք չենք տվել ուղղակի դիակներ կարողացել ենք հետանել այդ ուրիշ հարց եթե պատասխան հիմա դա տարբերությունը էս է եղել է պաշտպանություն այո եղել է արդյոք եղել է համարժեք կամ համարժեքից ավելի շատ պատասխան հարված էս արդեն ուրիշ բլոկ է էլի խոսակցություն Բայց պաշտպանություն իհարկե եղել մեզ չեն ասել բանը քարոզել որ ադրբեջանցու հետ եկեք լավ ադրբեջանցի կա եկեք Քիևը մեզ տայել են այնտեղ ասել են որ այս վտանգը կա իրանք ուզում են վերցնել մեզ դուք ստեղ եք որ պաշտպանեք բայց մի կարևոր բան է քանի որ բանակից ենք խոսում ես երկու ընտրության եմ մասնակցել բանակում 2007-ի խորհրդարանական 2008-ի նախագահական Մեզ ամբողջ օրը ագիտացիա էին անում, սենց ինչ-որ պաստառով, սենց պտիշկա էր, չէ՞ այն ժամանակ։ Պտիշկայով սենց ցույց էին տալիս ում պետք է ընտրեք, ինչ պետք է անեք եւ այլն եւ այլն։ Նույնիսկ հիշում եմ բանից հրամանատարներից մեկը բարձր եկել էր սենց էր ասում էր ընտրությունները թափանցիկ է։ Դուք կարող եք ընտրել ում ուզում եք։ Չէ, կներեք, թարս ասեցի։ Ասում է բանը, ընտրություն դուք կարող եք ընտրել ում ուզում եք, բայց հիշեք որ ընտրությունները թափանցիկ է եւ մենք իմանալու ենք թե դուք ում եք ընտրել sense բաներ էին ասում բայց երբ որ մեզ տարան արդեն այդ տեղամաս որ մենք պետք է ընտրենք հասկանալի է որ ոչ մեկ չի կարող իմանալ մենք ում ենք ընտրում ու մենք ում ուզել ընտրել ենք բայց sense նվաստացուցիչ չի եղել որ բան անեն մցնեն այդ հետևը գան կողքներս նայեն տեղամասը փակելուց հետո զինվորի ադբոյից 2 ժամ հետո բերեն լցնեն տեղամաս sense բան չի եղել Քվեախցիկ գնալ 96 թվականին միակ այդպես անոմալ բանը որ եղել է բանակում եղել է 96 թվականին որ Խաչատուրովի զորքը քվեարկել է Վազգեն Մանուկյանի օգտին ու դրանից հետո կարծեմ Խաչատուրովի հետ ինչ-որ խնդիրներ են եղել Կարճ ասած ես չեմ հիշում դեպք, երբ որ բանակը տենց ազատ քվերկած լինի կամ հնարավորություն ես էլ իմ բանակային ընտրությունը պատմեմ կարողացել եմ գնալ
դու կարող դու ուրիշ մարդ ես քվեարկել ոչ ասենք Սերժ Սարգսյանը 2008-ին, բայց դա չի նշանակում որ Ձորքը հասկացել է թե ինչա Չեմ ասում, ազատ այդ ագիտակ կամ բանակի քվեարկությամբ կարանք քվերը երբ որ դու վախ ես մտցնում, մանավանդ փակ հաստատության մեջ, դա արդեն խնդրեմ է, դա ընտրակեղծարարություն է։ Ես չեմ ասում այդպես, ու ես վստահ եմ, որ լիքը մեր զինվորներ, մանավանդ որ զինվորների մեծ մասը ցավոք սրտի տենց ես ինչ կիրթ չեն, բան չեն, այդ ազդեցության տակ։ Ոնց որ եւ մեր հասարակությունը։ Հա, լրիվ նույն բանն է, իրավիճակն է։ Մանավանդ որ բանակն էլ դե ավելի փակ է։ Ես վստահ եմ, որ այդ ազդեցության տակ չեն ընտրել նրան, ում որ ուզում են, երևի դժվար է ասել թե ում են ուզում։ Բայց որ ես գիտեմ, որ ես կարայի ընտրեի ում ուզում եմ, դա այսինքն կարա էր, բայց վախը չի։ Իսկ սա արդեն մի պլան կա վերևա։ Քեզ ոչ միայն վախեցնում են, թե դու ում պետք է ընտրես, այլ տեղամասը փակվելուց հետո տանում են զինվորներին ու մի բան էլ բանը նայում են, թե ում են ընտրում։ Այսա մի պլան կա վերևա, թե ինչ ես եմ տեսել էլի։ 98 Ես թվականի կարծեմ որ դա արտահայտ կարող է ուղղակի ասենք նա շոֆեր ասենք ծխել է նոր ավտոն քշել կամ այսի ինչ արե ու դրա հետևանքով այդ Ես կարծում եմ, որ այդ զինվորը որտեղ ես կարծում եմ, որ այդ զինվորները սկզբից մի տեղամասում են ընտրել, հետո գնացել են ուրիշ տեղամասում։ Բայց 4 ժամ հետո դա էլ եթե դու դա կազմակերպում ես, դու նստի կազմակերպես, որ ասենք մինչև 8-ը դա լինի, չէ՞։ Իսկ եթե 4-ը տեղ ես տանում, այսինքն եթե դա նշանակ մեկը ոնց էլ նայես, այդտեղ կա դալբայոբիզմ, որ ինչ որ մեկը չի հասկացա, որ ասենք ինքը 50 կիլոմետրը չի կարող 10 րոպեում անցնի կամ ինչ որ մի բան, այդտեղ սխալ հաշվարկի հետևանքը։ Ու կարա ուղակի կարալնի կեղծիքով էշություն, կարալնի ուղակի էշություն, որ ուղակի ասենք հաշվարկը լավ չի եղել։ Ինչպես հայ ժողովրդի մոտ շատ հաճախ լինում է։ Ես 98 թվականի արտահերթ նախագահական ընտրությունների մեջ, այսպես ասած, ճակերտավոր մասնակցել, որովհետև ծառայության մեջ էի, երկու անգամ էլ, երկու փուլով էր, եթե հիշում եք, երկու փուլի ժամանակ էլ կապավոր էի հերթապահի նստած, չեմ գնացել ընդ տեղամաս, բայց տղերք ասում որ ինտեղը ստորագրած էր։ Բնականաբար չէր կարող լինել այն ժամանակ չքվեարկող զինվոր էլի։ Ես կարծում եմ, որ եղել են կեղծիքներ։ Այդ կեղծիքները ազդել են իհարկե ընտրությունների արդյունքների վրա, որտեղ ընտրությունների արդյունքները նախապես էլ հայտնի են Հայաստանում, բայց սա արտասովոր բան չի։ Սա աննախադեպ բաներ եղել են, նայեք, աննախադեպ բան է, որ հիմնական ընդդիմության առաջնորդը կալանավորված է մասնակցում, աննախադեպ է, որ հիմնական դերակատարներին ընտրություններից առաջ Սամվել Կարապետյանի տնային կալանքը, Սամվել Կարապետյանի տնային կալանքը, Անդրանիկ Թևանյանի ասում կալանքը։ մի վարքյան էլի, Անդրանիկ Թևանյանի դեպքում ես 100% վստահ եմ, որ դա արվել է նրա համար, որ հետո կարողանան Ծառուկյանին ճնշեն։ Դե հա, ոչ միայն, բայց նաև պարալիզացնեն եւ ընտրությունները։ Իսկ Սամվել Կարապետյանի դեպքում ես իմ անկեղծ կարծիք ասեմ։ Ինձ թվում է այդ պայմանը, որ իրան ինչ որ մեկը ստիպել է որ դի մասնակցի ընտրություններին, ինքը իր պայմանը դրել է այն, որ ինքը չպետք է գնա գյուղ պետատվի, ասել է հնարավոր է դա տանը լինի, ասել են հա հնարավոր։ Չէ, մենք հիմա բացում ենք, փորձում ենք հասկանալ թե ինչ սցենարներ կան։ Հարցը հետեւյալն է, որ կալանքի մեջ մասնակցել է ընդամենը 3 ամիս առաջ, իսկ մինչև այդ ԱԱԾ մեկուսարանում էր, լավ։ Կարող մներ ԱԱԾ մեկուսարանում։ Ազատեցին, որտեվ տեղ էին ազատում։ Հիմա ինքը պատրաստվում է վարչապետ դառնալ։ Իհարկե ոչ։ Հիմա պատրաստվում են ինքը վարչապետ դառնալ, հովա։ Ինչի համար է այս հարցը տալիս չեմ հասկանում։ Հարցը տալիս մին հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյան։ Դե մարդը մասնակցում էր ընտրություններին ու անձի համար պատրաստվում էին սահմանադրական հիմա էլ ենք իրան դիմում որպես հաջորդ վարչապետ։ Չէ, դու այդ իզուր ես այս սեղանի շուրջ բերում։ Ես ուժը Հայաստանից չեմ։ Դες եմ ասեմ Հովո ջան, դա չեմ ասում։ Պարզա որ ինքը չի հավակնում իշխանություն։ Չէ, պարզ չի, չպարզ չի։ Պարզ չի, բայց մենք ինչ ենք դա քննարկում, ես չեմ հասկանում։ Մեր քննարկելու թեման հետեւյալը պետք է լինի։ Մարդուն ապօրինի նստացրել են, վարչապետի կոչեցյալի հրահանգով, ստատուսով, եկեղեցին պաշտպանելու համար։ Սա արդեն խնդրեմ է պետական բանի կառավարման, խնդրեմ է 1։ Մարդը մասնակցել է, մասնակցությունն է, իր կուսակցությունը մասնակցում է ընտրությունների, ինքը չի կարող լինի վարչապետ, որովհետև տարբեր քաղաքացիություններ ունի, բայց առաջնորդն է։
այսինքն ինքնա տանում այդ կուսակցությունը առաջ ու ինքը կալանքի մեջ է մասնակցում այդ ընտրություններին։ Սա արդեն անհավասար, անարդար պայմաններ են, որը ընտրակեղծիք է։ Հիմա թե այնտեղ ինքը հավակնում է, չի հավակնում է, սա այդ արդեն ուժեղ Հայաստանի ներքին կուխնյան է։ Մենք խոսում ենք արդար ընտրություններից, թե խոսում ենք ինչ հավակնություններ ունի արդար ընտրությունների համար մեկ պայմանը դա ազատ կամ արտահայտման իրավունքի ապահովումն է, որը Հիմա կեղծ բանը տեխնացուն կներես լավ դիք չեն կեղծ տեխնացուն դա արդար ընտրությունների Չէ դու ես ասում կեղծ տեխնացուն որն է սահմանի կեղծ տեխնացունն է որ ինքը ցուցակ է գլխավորում բայց ինքը չի հավակնում ինքը քաղաքական ուժ է իր նկարով է իր անունով է եւ ինչի պետք է ես քո ենթադրության հետ կապված անցնեմ անունը հանեցին իմիջալուց իր անունը օրենքով արգելեցին, այո։ Էդ լավ, ընտրակեղծիք է, դա ընտրակեղծիքը նաև ասենք հունվար ամսին դիտորդների հետ կապված նոր սահմանափակումներ մտցրեցին եւ այլն։ Ու բարձա չէ ինչի համար մտցրեցին ու հենց Սաքունց Արթուր Սաքունցի այդ ՀԿ-ի ծանր աշխատանքների միջոցով շատ արագ բերեցին արտահերտ նիստով այդ օրենքը անցկացրեցին նրա համար որ օրինակ հայակվեն դժվարանա մասնակցել դիտորդական առաքելությանը դժվարանա չէ անհնարին դառնա կամ անհնարին դառնա որպեսզի տեղամասերում վերահսկողությունը կորցնեն եւ խնդրեմ ասենք այդ մեղրի ընտրատեղամասում նոր իմացա ավետիքը ինձ ասեց որ բան չի եղել վստահվածանց չի եղել ուժեղ Հայաստանի հա ճիշտ դե կարող է եղել է բայց թույլ է եղել վերահսկողություն դες եթե վերահսկողություն են տեղեղած լիներ հա դրան դեմը ոնց որ ես ժամը 8-ին իմ վստահված տեղամասում գնացի կանգնեցի հետևեցի որ դուռը փակվի հիմա այդտեղ վստահվածանց չի եղել իշխանությունը մեղավոր Չէ, բայց դուրը չի բացատրել ոստիկանությունը պիտի դուրը փակեր եւ էլ մարդ ներս չթողներ։ Փաստը է այնտեղ, որ այդ մեղրի հետ տեղամասում դուրը չի փակվել եւ 20:00-ից հետո մարդիկ շարունակին դրել։ Հիմա ասեմ, սպասեք, եթե կարելի է մենք այդ կադրերը տեսել ենք ուղիղ նկարահանում, չէ։ Հիմա եթե դու անես կեղծիք, այնտեղ ինչ որ բան նկարահանումն են, դու չես անջատել այդ կամերան։ Հիմա ես փորձեմ ես միգուցե հակառակը բացատրել թե ոնց է իշխանությունը մեղավոր որ հետո պատերվակ ունենամ չեղել համար իմ ուզածով այդ ուրիշ հարց է էլի համա իրանց ուզածով բայց դա համար կարիք չկար 100 հոգի բերելու մի հոգի կարող մտներ չեղել համարային հա իսկ հիմա 100 հոգի մտել է ու հիմա առաջացել է մի հատ ուրիշ ճգնաժամ կներես էլի հովոճը հա շուտ չասես այդ քաղաքը դե հյուրին չեն թողում խոսա թողում ենք լավ են թողում ենք չէ կա հիմա առաջացել է երկրորդ հարցը որ եթե այդ չեղել են համարում ու բայց դա ազդեցություն ունեցել ընդհանուր ընտրությունների վրա սա այդ դեմեմի տղաներից մեկն էր գրել ու շատ ճիշտ էր գրել որ ըստ օրենքի պետք է ամբողջ ընտրությունը չեղարկվի որովհետև դրանից երևում է թե ամբողջի բաշխվածությունը ոնց է լինելու այնտեղ ասենք մեծամասնությունը կամ ընդդիմությունը ավելի շատ թե ամեն դեպքում էական արդյունք է ունենալու ընտրությունների արդյունքի ազդեցություն ապա լեգիտիմացնում ընտրությունը Ճիշտ է։ Ահա։ Հետևաբար մենք կարող ենք ասել, որ Հայաստանը կանգնած է, այս բոլոր ներքին ու արտաքին միջև հիմա տեղ ունեցած process-ները հաշվի առնելով, Հայաստանը կանգնած է մի հատ փոփոխությունների հնարավորության առաջ, որտեղ կարող է ասենք մի քանի ժամվա մեջ ապա լեգիտիմացվի ամբողջ ընտրությունը։ Որը դեռ բարձ չի ու մեզնից կախված չի դա։ Դա մենք չենք որոշում։ Հասկացա հետևաբար ուրեմն տես հաշվի առնելով որ ասենք նույն կենտրոնական դատական հանձնաժողովի նախագահը կամայական մեկնաբանություններով հանդես է եկել կենտրոնական օրենքի իդեպ կներես ավետիք չեն կներես 1000 անգամ էլի մեղրի մի հատ շատ հետաքրքիր բան էլ տեղ ունեցավ կարծեմ ընտրությունները կամ դեռ նախորդ օրը որ իբր այնտեղ ռուս սահմանապահներ չկան տեսա դե հաղորդակցություն, բայց կանգնեցրել էին բան դիտորդներին, ասել էին չի կարելի մտնել, բան գյուղ չի կարելի մտնել, դուս եկեք պրոպոզ պետք է ունենաք եւ այլն, չէ։ Ու դա ոնց է եղել։ Օրինակ դրանից հետո ոնց հավատաս ինչ որ մի պաշտոնական խոսք։ Ասենք իբր այնտեղ ռուսական սահմանապահ զորք չկա, դուրս են եկել բան
որ նայեք անցակետը արդեն մենք ենք հասկանում։ Նույնիսկ չես կարող հավատալ, ասենք բնա ոչ մի բարձր բանում չեղավ, ոչ պաշտպանության նախարարություն բնակավայրում որտեղ ասենք 300 չափահաս մարդ կա, հա գնում քվեարկում 400 քանի հոգի մարդ։ Հա ոնց հավատաս, այս պաշտոնական մենք պետք թողնենք բան ենք անել, որ 200 հոգու կտրոն են տվել, 1200 քանի հոգի քվեարկել է, 1000 հոգի առանց կտրոնի քվեարկել է։ Իրանց պաշտոնական արձանագրությունից թե, ասենք ոնց կարելի է բան լինի։ Այդ կամ նշանակում որ այդ գրանցողը դեգեներատ է, որ ասենք այդ 1000-ը դեմից չի գրանցել, կամ էլ դեգեներալ է։ Կամ էլ դեգեներալ է։ շատ դե space general չէ, բան չէ, էլի ազնվական դե գոլ դեգեներալ ընդհատելու եւ մեջ ընկնելու համար ուղղակի ցած հետո կմոռնի էլի։ Ի վերջո պարզ դառնում, որ ասենք խախտումներ եղել են հենց այդ օրը, խախտումներ եղել են եւ դրանից առաջ եւ հիմա էլ են խախտումներ տեղի ունեն։ Իսկ կեղծարարություն edge-ը ոչ միայն փակված չի, ինքը նոր դրվագներ, նոր ձևեր է ստացել։ Ու սա շատ վտանգավոր է, որովհետեւ նայեք, եթե 96-95-ին խախտվեց այդ կանոնը, պայմանավորվածությունը, որ եթե դուք մեզ չեք հավանում, ընտրություններով կարաք փոխեք, դա ձնագնդի էֆեկտով բերեց հասցրեցին, որ 2018-ին Նիկոլը դրա վրա եկավ իշխանության ու սկսեց այդ ողբերգությունները էին ասել 95-96-ին։ Եթե մեզ չեք ուզում, մենք կգնանք։ Չէ, ես նկատի ունեմ սովետի անկախությունը Հայաստանի, այդ պայմանավորվածություններ, չէ, ժողովրդավար երկիր, ընտրություններ, պայմանավորվածություններն է, որ հանրային պայմանագիրը այն է, որ եթե դուք մեզ չեք ուզում, ընտրություններով դուք մեզ Ես չգիտեմ դա որտեղ ցած վերցին։ Չէ, բայց ընտրություններից ասենք, այս ընտրություններից 6 ամիս առաջ, նա երբ որ կա երկրում ընտրություններ, դա նշանակում է, որ կա պայմանավորվածություն ժողովրդի միջև, որ ընտրությունները ձևավորվում են իրենց քվեների միջոցով։ Ես համաձայն չեմ քեզ հետ, որտեղ սովետի ժամանակ էլ ընտրություն կար ու ոչ մեկ սովետից հետո է ասում, սովետի ժամանակ էլ կար ընտրություն։ Ընտրությունը, ուզում ասեմ, ընտրությունը Հայաստանում ընտրությունը միշտ եղել է քվեարկություն։ Հասկանալի է, բայց այդ պայմանավոր կա, բայց նա ինչ է նշանակում, նույնիսկ եթե սովետում կար, իմ միտքը ոնց է լավ չեմ կարող ձևավորել։ Դու ասում ես ապրիորի, որ քանի որ եթե կա ընտրություն, դա նշանակում է պայմանավորվածություն, չէ՞։ Եթե կա ընտրություն, ասեմ, ինչ է իրականում Հայաստանում դա նշանակում։ Հայաստանում ընտրությունը միշտ նշանակում է, որ որպեսզի աշխարհը մեզ ընդունի իր նման, համարեն, որ մենք պետություն ենք, որ ես քաղաքակիրթ ենք եւ այլն, եկեք այսքան փող ծախսենք, մեծած բան կազմենք։ Հասկանում եմ, որ դրանից կարող ես բխել։ Դու դրանից կարող ես Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը եթերում հայտարարել են, որ եթե դուք հավաքեիք 100%, ձեզ ոչ ոք ցեն չէին տալու։ Չէ՞։ Այդ եմ ասում, Գևորգյան, դու իշխանություն չէի։ Դրանից հետո հակառակ բան հայտարարվել է։ Դու մտնում ես դրա բանից կոռոզիաներից առաջացող վերլուծությունների մեջ, բայց ընտրությունը Իրանով նշանակում է, որ կա ժողովուրդ եւ կա իշխանության գալու ձգտման ինչ որ խմբեր, որոնց միջև այդ ընտրությունը, այդ պայմանավորվածությունը, հիմա պայմանավորվածությունը խախտվում է, երբ որ Վազգեն Սարգսյանը ասում է 100% էլ հավաքեն, չեն նա։ Հիմա այդ քո բոլոր վերլուծությունները այդ կոռոզիայից առաջացող ճշմարտություններն են, բայց այն որ ընտրությունները հենց այդ է որ պայմանավորվածությունն է, իշխանությունը ձևավորվում է քվեի միջոցով, ոչ թե ասենք ուրիշ ձևով, այլ քվեի միջոցով։ Հիմա դա խախտվել է։ Բայց Նիկոլ Փաշինյանը էլ հունվար ամսին էր թե փետրվար ամսին ասեց, եթե չեք ուզում հեղափոխություն արեք, այսինքն ինքն էլ ապրիորի ընդունում է, որ ընտրությունների դերը իշխանություն փոխելը Մոսկվայի կողմից, մետրոպոլիայի կողմից են նշանակվել, ձևավորվել եւ այլն։ Եվ այն, որ բոլոր թվականներին, բոլոր ընդդիմադիր լիդերները, որտեղ ամենաանակնկալը Ռաֆի Հովհաննիսյանն էր, ընտրություններից 3 օր առաջ մեկնում էին Մոսկվա ու գալիս էին, որ նս դեմքը, որ այո, դաբրո կա եւ մենք էս ընտրվելու ենք, դա նրա ապացույցն է, որ Հայաստանում բոլորը գիտեն, որ ընտրությամբ չի որոշվում արդյունքը, այլ որոշվում է ինչ որ դաբրոներով։ Փաշինյանը ապրիլի 1-ին գնաց Մոսկվա, դաբրո ստացավ եւ եկավ։ Հիմա այդ
Այսինքն ուզում եք ասեք հիմա Փաշինյանը Մոսկվայի Դաբրոևա նշան բանը կեղծել ընտրությունները։ Իհարկե։ Այսինքն այն որ Թրամփի աջակցություն, ժողովուրդ լուրջ չի էլի, էլի, ասենք Եվրոպայի աջակցություն, ասենք չգիտեմ բանը Ռուսաստանը որ հիմա բանը սանկցիաներ է Եվ նրանք Ես համաձայն եմ որ երկու կողմից էլ այդ խաղակա, բայց միջամտությունը ասենք Եվրոպայից ոչ թե եղել է բան գաղտնի ոնց որ 21 թվական, այլ ակնհայտ ու այս նշանակումը, այս ընտրակեղծարարության դաբրոն տալը, ԵՄ դեսպանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում գիշերը հայտնվելը եւ այլն, Ժորժ ջան, մի բան արեք էլի գցեք Մոսկվայի վրա։ Ես գիտեմ որ Մոսկվայի Չէ, մենակ Մոսկվայի վրա չեք գցում, չենք գցում Հովանես ջան, ոչ սիրելիս։ Հիմա ասեմ Օրինակ արի կոնկրետ բան վերցնենք Վաղարշակ Հարությունյանը քո կարծիքով ինքը Եվրոպան մեծ գործիք չէ թե ռուսամետ ամենայն հավանականությամբ ռուսամետ ահա հիմա որ ինքը գալիս է մասնակցում է ընտրությունների ինքը ում ձայներն է տանում ում է օգնում ինքը Նիկոլ Փաշինյանին թե Սամվել Կարապետյանին բայց ինչի համար է Վաղարշակ Հարությունյանի օրինակ որ հասկանանք առաջի ցուցակի առաջի համար Հայաստանում կան մարդիկ որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների կուր կողմնակից են եւ արևմտյան հարաբերություն, որտեղ ես թվում է որ Վաղարշակ Հարությունյանը ասենք այնքան փող ունի, փողը ասենք, որ ու այնքան կատարված է իրականության։ Այո, հիմա ինչի համար ես դու սա ասում։ Դու ասում ես Եվրոպան բանը Ռուսաստանն է նշանակել Նիկոլ Փաշինյանին։ Ես Վաղարշակ Հարությունյանին կարամ շնորհապետականը բերեմ, Արամ Սարգսյանը բերեմ, բոլորին դեմը կարամ բերեմ, որոնք արևմտյան նշանակության։ Սարգսյանին հաստատ Ռուսաստան չի ֆինանսավորում, որ գա բանանի Նիկոլի։ Ես չեմ ասում Ռուսաստանն է ֆինանսավորում։ Դու ես ասում եմ արևմտյան։ Դու Վաղարշակ Հարությունյանի օրինակն ես բերում, որը շատ փոքր դերակատարություն ունի այս ընտրությանը ավելի մեծ դերակատարություն է ունեցել Արամ Սարգսյանը, ավելի մեծ դերակատարություն է ունեցել Գուրգեն Սիմոնյանը, ավելի մեծ դերակատարություն է ունեցել բոլորին դեմը, սրանք բոլորը իրանց մտածողությունը դեպի արևմուտքը։ Հիմա երբ է քո մտածողությունը դեպի ինչ որ կոնստրուկտ է քաղաքական վեկտորը, բնականաբար այդ քաղաքական վեկտորից դու ստանալու ես աջակցություն։ Բոլորին դեմի մասով քո հետ կվիճեմ ոչ։ Բոլորին դեմը ինքը ես չեմ ասում որ իրանք ոնց որ Գևորգն է ասում Վաղարշակ Հարությունյանը լրիվ դերացան։ Բայց միտքը իրանց բաները, ճաշակը, հաճույքները կապված են Եվրոպայի հետ, արևմուտքի հետ։ Spider-Man-ով գնալը արդեն դրա ապացույցն է, որտեղ Spider-Man-ը ինքը ամերիկյան հերոս է։ Եվ այդ մանավանդ որ ճանաչում են մարդկանց մեջի հրաշալի մարդիկ, որոնք իսկապես իրենց ճաշակը բռնում են արևմուտքի հետ ավելի շատ։ Նորմալ է, ինչ է եղել ճաշակը Հայաստանի հետ է բռնում։ Նինա Կարապետյանցի ճաշակը, հա։ Նինա Կարապետյանցը, որը Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի բաներ, Միկա Դանիելյանի իրավահաջորդներ, այսպես ասած, առաջի համարը բանի բոլորին դեմ են։ Առաջի համարը չէր, վարչապետի տեխնացիան, բայց առաջի համարը չէր։ Կներես վարչապետի տեխնացիան։ Չէ, որը ասում եք Եվրոպայի հետ մեղադրանք չկա, է։ Մեղադրանք չեմ ներկայացնում Քավլիցի մեղադրանքի հարցը չի ներկայացնում եմ մարդկանց ճաշակը Նինա Կարապետյանի ճաշակը դու հաստատ շատ ավելի մոտ ես եղել քան ես բնականաբար իր տղանը զուգահեռ դասարանից է եղել իրանը ողջունի իր տղան չէ ժորդ իմ ասածը Հովոջան ուրիշ բան է ես ասում եմ որ ճաշակը բռնում է արևմուտքի հետ հիմա բռնում է արևմուտքի հետ են աշխատել այսքան տարիներ Հովոջան 19 տեխնացու կար ճիշտ 18 տեխնացուներից ինչը ռեալ հավաքություն ունեցող ուժերը շատ քիչ էին Հիմա ես որ ասում եմ որ այդ գլխավորներն էլ եմ կասկածում որ իրենք իր ռեալ հավաքություն ունեին ու ունեն այդ կոնտեքստում եմ ասում որ ինքը մի հատ իմ կարծիքով սա մի հատ մեծ պատկեր է ստեղծվում տարբեր ուժերով բաներով փողերով ԶԼՄ-ներով քարոշություններով չգիտեմ ինչերով եւ այլն ինչ որ մի արդյունք ապահովելու համար որ եւ ներսում եւ դրսում երևա որ այսպիսի արդյունք է եղել Հիմա այդ արդյունքի մեջ կան ուժեր, որոնք ձայն են տանում ընդդիմությունից, կան ուժեր, որոնք ձայն են տանում իշխանությունից, բայց էլի այդպես ընդհանուր կրկեսի տրամաբանության մեջ, որտեղ մեկը իրենք չեն կարող շատ ձայն տանեն կամ ինչ անեն։ Հիմա այս տրամաբանության մեջ Ռուսաստանից եկած ուժերը, որոնք պետքա ձայն տանեին ընդդիմությունից, իրանք շատ հստակ են։
ու այնպես չէ էլի որ Ռուսաստանն այնց բան երկիր է, որը կարան ասենք, չգիտեմ, այս ուժերը, որ ասում են Կրեմլը տարբեր գմբեթներ ունի, չգիտեմ ինչեր ունի, եւ այլն, բայց ցարը մեկն է։ Իրենք չեն կարող ցարի քաղաքականությանը խանգարեն։ Եթե խանգարող process է գնում, դա նշանակում է, որ մի բան այդտեղ այն չի հովջան։ Չէ, խոսակցություն սկսես նրանից, որ նշանակել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվան։ Չէ, ի սկզբանե, այո, ի սկզբանե, այո։ Ի սկզբանե երևում էր, որ բան կա, Արևմուտքի եւ Ռուսաստանի մեջ համաձայնություն է, ես ասում եմ, ի սկզբանե, Հովոջան, ես ասում եմ, որ Հայաստանի բոլոր իշխանությունները հաստատվել են Մոսկվայի կողմից։ Դե ես էլ ասում եմ, իրականում կազմի 18 թվականին Սերժ Սարգսյանը բոլորին հանեց խաղից։ Տեղը թողեց Նիկոլ Փաշինյանին։ Արի սրա, հա, լավ։ Եղավ Նիկոլ Փաշինյանը սորոսականների բանն է, վարչապետն է։ Ես այդ արտահայտությունը չեմ օգտագործում սորոսական, բայց այդ տրամաբանության մեջ այո, հենց այդպես էլ կա։ Ուրեմն քանի որ մեզ Օրինակ Դանիել Յովհաննիսյանը, Արտուր Սաքունցը կարող չեն օգնում Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու համար։ Ես քեզ ավելին ասեմ։ Ոչ միայն չեն օգնում, այլ խախտում են ամեն ինչ չկա, որ վերարտադրվի։ Ուրեմն Արտուր Սաքունցը եւ Դանիել Յովհաննիսյանը կարող է ասենք հիմա քաղաքականներ ավելի շատ են ներևում, PR ավելի չգիտեմ ինչ են անում եւ այլն, բայց այն Հայաստանի բանը ողնաշարը այդ ուժային կառույցներն են, որոնք բոլորը ունեն ռուսական կրթություն, ռուսամետ հայացքներ, ռուսական ու իրականում հետախուզության են թազը ստեղծել են նախկին ՄԻՊ-ը, որ ղեկավարն է։ Ոչ դա անհայտ է ինչով ոնց է դա հետաքրքիր որ անհայտ է, բայց կամաց արդեն զենք կրելու եւ գործադրելու օրինականացման իրավունքներ են տալու այդ կառույցին։ Դա լուրջ բաներ է տեղի ունենում, էլի վերափոխումներ է տեղի ունենում։ Հովոջան, դու մանիպուլյացիա ես անում։ Ես քեզ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանն Հայաստանում իշխանությունը հիմնվում է ուժային կառույցների վրա։ Ոնց որ եւ մնացած աշխարհի բոլոր երկրները։ Այդ ուժային կառույցները ունեն ակնհայտ ռուսական բան։ Իրենք բոլորը Ռուսաստանում պաշտպանության նախարարը։ Իհարկե, մի հատ արևմտյան կրթության գեներալի պաշտպանության նախարարը ծառայել է։ Պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանը ռուսական զորքերում է։ Հետո ինչ։ Հետո ինչ FSB-ի սահմանապահ զորքերում է ծառայել, դիվանագիտական կորպուսը, օրինակ, երկար ժամանակ եղել է հայ-ռուսական դաշնակցության այդ քաղաքականության բանը էլեմենտները։ Հիմա երբ որ այս իշխանությունը այլևս ինքը ռուսաֆոբական է, ես տեղ Ռուսաստան չեմ պաշտպանում, ես պարզապես իրականությունն եմ ներկայացնում, ռուսաֆոբական է։ Հիմա ուզում եմ Սուրեն Պապիկյանը ծառայած լինի Ռուսաստանում, ուզում եմ ԱԱՑ-ի, չգիտեմ, եթե դուք տեսնում եք արցախցիներ, որոնք Հովոջան, ես քեզ նորից հարց եմ տալիս, մի հատ կներես, էլի։ Այդ նշանակա պետքա դուք պատկերացնեք, թե ոնց է համակարգը աշխատում։ Մենք ունենք շտաբի պետ, Ասերյան, չգիտեմ ինչ։ Ասերյանը։ Ասերյանն ինչ է։ ՆԱՏՕ-ում կրթություն ստացած գեներալ է։ Ինչ կապ տենց գեներալ ունես դու։ Հա, ոչ չունես, բանը Դավիթ Տոնոյանը։ Ինքը ՆԱՏՕ-ի բաներ վարժանքներով կրթություն չստացած, վերջը, հիմա բայց դա կապ չունի դու կրթություն ստացած։ Դավիթը ես ուզում եմ քեզ ասեմ, որ իրականում Նիկոլ Փաշինյան իշխանությունը հիմնվում է ոչ թե Սաքունցի վրա, այլ հիմնվում է այդ գեներալների վրա։ Ոչ, դու սխալ պատկերացում ունես։ Այդ գեներալները, եթե զինվորներին տանում են Նիկոլ Փաշինյանի օգտին խախտումներով քվեարկելու համար, ուրեմն եւ Դանիել Յովհաննիսյանը դրա մասին չի ասում։ Ուրեմն այդ գեներալների մի վարքան, լավ թեկուզ նույնիսկ եթե խոսում է, չնայած չեմ լսել։ Այդ գեներալների ուժային կառույցների ներքին փիլիսոփայությունն է հիմնված, թե նրանք ինչ հրամաններ են կատարում, անկախ նրանից, թե որտեղ են սովորել նրանք։ Եւ եթե իշխանության գլխին ներքին փիլիսոփայությունը ո՞րն է։ Ներքին փիլիսոփայությունը օրինակ այդ բանն է, դու ոնց ասացի Սորոսական, ես պրոստը այդ բառը չեմ օգտագործում։ Կարանք ասենք նեոկոլոնիալիստական մոտեցումն է, պացիֆիստական մոտեցումն է։ Դե Նարեկ Մարյանն է դա բանը ամենաակտիվը տարածել, բայց ուղղակի այդ բառը ինքը չի ընդգրկում այն խնդրեմը, որի առաջ աշխարհը կանգնած է։ Ու հիմա երբ որ այս
գիտես ով ում վրա են հիմնված օրինակ իրանք օրինակ Վարդան Ազատյանի փիլիսոփայության վրա են հիմնված այդ գեներալները որը 500,000 դրամ էր ստացել որպես բան դոլար էր ստացել Գևջան պետությունները հիմնվում են փիլիսոփայությունների վրա եւ զինվորները բանակները իրանք ունի փիլիսոփայություն ունի ինքը ոչ ունի ինքը թուրք արևմտյան փիլիսոփայությամբ առաջնորդվող գրավված ոնց որ ասենք Հիտլերը գնաց Վիշի իշխանությունը ստեղծեց եւ այդ բոլոր գեներալիտետ արևմտյան փիլիսոփայության վրա հիմնված պետություն չէ զավթված ոչ թե խորքում պետությունը այդպեսին որն է Թուրք արևմտյանը հետեւյալն է մի կողմից ասենք Եվրոպան, որը ինքը այս տարածաշրջանում հակամարտում է Իրանի Եվրոպան միասնական չի դու Եվրոպան ոչ Եվրոպան միասնական չի կարող Եվրոմիության ասենք ֆոն դեր Լայեն ենք բան ենք որ գալիս են ստեղ նույն բանն Զելենսկի են բերում եւ այլն այդ նույն բանը չի միասնական չի Խիպտի չբերեմ Հետո չեմ կարողանում մի միտքս ավարտեմ որ մյուսին հասնենք հիմա Հովջանարի ավարտենք այս դիսկուսիան որտեվ ես կարծում եմ որ ինչով մի բան դու կարծում ես ուրիշ բան եւ այլն բայց եկեք ես մի հատ ուրիշ հետաքրքիր թեմա կա որին պետք է անդրադառնալ այդ արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարումն է որը ուրեմն Երևանի պետական համալսարանում այ հիմա ես անցնեմ Հովայի կողմը Բայց նորից կարող է բան անել, վերադառնանք չերես արտասահմանյան գրականության որովհետև սա իրական խայտարակություն է բոլոր իմաստներով արտասահմանյան գրականության ամբիոնը նախ ճիշտ ասած այս անունը այնքան է ճիշտ չի սա սովետական անունն է որովհետև ինքը պետք է լինի արևմտաեվրոպական գրականության ու տեսության ամբիոն բայց այդ երևի էսին որ 29 թվին որ հիմնադրվել է այդպես է հիմնադրվել ու այդպես շարունակվում է գալ որովհետև ինչը որ սովետ չի դա արտասահման է էլի հիմա այստեղ խնդիրը որն է որ նախ սա լեգենդար բան է ամբիոն է Զապելյեսյանն է հիմնադրել, Լևոն Ներսիսյանը ունեցել, չգիտեմ, Հենրիկ Էդոյան, ինձ օրինակ Հենրիկ Էդոյանն է դաս տվել, որ ամբիոնի վարիչներ երկար ժամանակ։ Այնտեղ կար Արտեմ Հարությունյան, որը շատ այսպես հակասական կերպար էր, բայց որ ինքը համասարանը վառ դեմքերից էր, այդ միանշանակ եւ բաներ, ու իդեպ օրինակ այս մի շատ հետաքրքիր բան է, որ ինքը արցախցի էր այդ արցախյան բանի մեջ էր, չգիտեմ, էլի կլան կամ ինչ ասենք եւ այլն թայֆեի մեջ էր, բայց ասում էր, որ ինձ համասարից հեռացրել Սիլվա Կապուտիկյանը, իսկ Սիլվա Կապուտիկյանը բողոքում էր, որ Քոչարյան դեմ բանաստեղծություններ գրում, որ իրան հալածում են, ինչ են անում եւ այլն, որը էլի այսպես նիստիկով կար։ Բայց ամեն դեպքում այս ամբիոնը միշտ շատ վառ դեմքերով ա եղել, էլի, այնտեղից նույնիսկ ամենաթույլ դասախոսը, ասենք լաբորանտը կամ ինչը, միշտ շատ վառ, ու դա իհարկե բովանդակությունից է գալիս, ավանդույթից է գալիս եւ այլն։ Հիմա Երևանի պետական համալսարանը մի պետության մայր բու, որը գնում է դեպի Եվրոպա, փակում է արևմտաեվրոպական գրականության ամբասա, ուղղակի զավեշտ է։ Ասենք ոնց կարա նախ իր համար է բրենդ, որ ինքը պետք է հպարտանար, որ այստեղ այս մարտիկ են դաս տվել, պետք է նկարներ այդ մարդկանց այդտեղ կախված լիներ, ինչ որ տեսանյութեր, ինչ որ բաներ եւ այլն, որ ուրիշներն է քարոզեր, բանաներ։ Բայց մյուս կողմից է պետությունը գնում է դեպի Եվրոպա, եվրոպական, ասենք, չգիտեմ, մի 3 հատ բան կա այս երկրում, այդ ուրեմն դրանցից ամենահինը, ամենամնայուն, ամենալեգենդարը փակում են։ Իդեպ մի բան էլ ասեմ, Զապելյեսյանը միակ հայ գրողն է, որը Փարիզում փողոց ունի, որը այս ամբիոնի հիմնադիրն է։ Երկրորդը ուրեմն Մելինե Մանուշյանը, Միսակ Մանուշյանի կինը, որը այս ամբիոնի դասախոսներից է եղել, մինչև 65 թվական ապրել է Երևանում, պատերազմից հետո եկել է Երևան, որպես այդպես հայրենի բան, հետո հասկացել է, որ սա դժվար երկիր է, բայց արժանացել է մեծ պատվի ֆրանսիական կառավարության կողմից, բայց վերաթաղվել Պերլաշեզում, բայց միացած բան կա, էլի։ Ուրեմն Պանթեոնում միշտ համասարանում եղել է միշտ եղել է համասարանում
ու ինձ թվում է դա բոլոր տեղերում կա, բայց համասեմ դա շատ ուժեղ է, որովհետև կա այլ վառ դեմքերը միշտ համասեմ շատ վառ դեմքեր են, էլի, ոչ սովորական։ Եվ այն բանը ցածր այդ միջակություններ, բաներ, որոնք այդպես անդադ հալածել են այդ վառ դեմքերին եւ այլն, հետո միշտ ցնծացել են, էլի, որ այ մեռավ, բան հանեցին, գլուխը կերանք, էսի միջացինք եւ այլն։ Եվ Մելինեն, որ գնացել է բան, իր հետքերը ջնջել են համասանց, որ այլ ոչուկ չի հիշում, որ ասենք Մելինեն համասան դասախոս է եղել 20 տարի։ Ну 20 չէ, բայց մի քիչ ավելի քիչ, բայց համասան դասախոս է եղել։ Ու բայց Մելինեն համասարանի ամենաբարձր պատվի արժանացած դասախոսներից մեկն է։ Իհարկե Միսակի շնորհիվ, բանով եւ այլն, բայց դա մեծ շատ գեղեցիկ պատմություն է, ոնց են ասենք Շարլ Ազնավուրի ծնողները եղել իրանց քավորը, ոնց են չգիտեմ ինչ եղել։ Ես է գիտեմ, որովհետեւ Մելինեն եղել է տատիկիս ընկերուհին։ Տատիկի ընկերուհին։ Եվ չգիտեմ, Ազնավուրի ծնողները հետո եկել են մեր տուն, տատիկս հյուրա գնացել Փարիզ Մելինեին եւ այլն, այդպես ինչ բաներ կան, որոնք ես գրքերից չգիտեմ, էլի, պատմություններից գիտեմ, բայց ու ցավում եմ, որ համասան սա չի բրենդավորում, ոչ մեն չի բրենդավորում, այլև հիմա փակում է մի բան, որը իրան պետք է պատիվ բերեր եւ իբր Հայաստանի քաղաքականության հիմքը պետք է դա լիներ։ Բայց քաղաքականության հիմքը ցավոք սրտի դա այսպես կոչված ակադեմիական քաղաքն է եւ այս ապաբրենդավորված պետական համալսարանը շատ հեշտ է լինելու այնտեղ տեղավորել, տարալուծել, դարձնել եւս մեկ կրթական հաստատություն այս ակադեմիական քաղաքի մեջ, ջնջել պոլիտեխնիկը, Բրյուսովը, մանկավարժականը, պետական համալսարանը, ժողը, այս ամեն ինչը ջնջել, դարձնել ինչ որ մի անդեմ միջին միջակ, նույնիսկ կարելի ասել վիճակ, որը կտեղավորվի այսպես բանի փնթի միջակության այս միջավայրում հարմար կտեղավորվի առանց ձեն հանելու, առանց ուսանողական շարժումներ ձևավորելու, առանց, չգիտեմ, բողոք կամ առաջնորդություն ձևավորելու։ Կլինի այսպես միջին միջակ փնթի վիճակ, ցավոք սրտի։ Նիկոլ Փաշտյանի անվան ակադեմիական քաղաք։ Որ լինի հետո Արտասահմանյան Նիկոլ Փաշինյանի անվան։ Բայց կարա ասենք բանել Արայք Հարությունյանի անվան լինի։ Որպես իդեայի։ Ու ցավալի է իհարկե, հա, որովհետև այսօր չկա օրինակ համալսարանում չկա ֆիզֆակ, որը ես եմ ավարտել, կա ինչ որ մի բան, չկա ռադիոֆակ, հա, չկա մաթֆակ, հա, կա ինչ որ մեղմատ, որը որ 50 տարի չկար, հա, դեմքից դիմագծից զրկվում է համալսարանը, ինչպես նաև մնացած բոլոր կրթական բարձրագույն կրթական հաստատությունները։ Իհարկե էլի թեմաներ կային, որոնց պետք էր անդրադառնալ, բայց մի բան էլ կա, որին չեմ կարող չանդրադառնալ, դա իմ ընկեր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալությունն է Facebook-յան ստատուսի համար։ Սա ես կարծում եմ, որ ուղղակի խայտարակություն է, որ ոնց կարելի է մարդուն գրառման համար, ինչ որ կարծիքի համար հետապնդել։ Առաջինը չի։ Հա, ես էլ եմ հետապնդվել, այդ տոնածառի պատմությունը, որ ինձ ուզում են կանոնավորել, բայց ու հոդվածը դրել էին բան։ Ոչմ այլ տարբերվող մարդկանց հանդեպ բռնության կոչ։ Թե տոնածառը ինչ տարբերություններ է։ Տոնածը տարբերվող։ Չես չգիտեմ ինչով է տարբերվում։ Ինչած Ալեն Ղևոնդյանի հետ կապված մի նկատառում անեմ, իրականում եթե ընդունենք այն փաստը եւ պետք է ընդունենք այն փաստը, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է, ապա Ալեն Ղևոնդյանին պետք է մեղադրեին, այսպես ճակերտավոր սահմանադրական կարգը վերականգնելու ուղղված կոչերի մեջ, ոչ թե հակառակը։ Հա, ճիշտ է։ Ճիշտ է, օրինակ եթե ժամը 2-ին սա դուրս է գալիս, ասում եմ, որ ես հաղթել եմ,
կարգը տապալում է, դրանից հետո ճիշտ ասած մի քիչ զարմանալի է, որ իրականում սահմանության չեն բան արել, սահմանության մի հոդված չի մնացել, որ խախտված չմնա, խախտված չլինի հիմա, չէ, ամեն ինչ խախտել են, ամեն ինչ, ասենք Հայաստանի սոցիալական պետություն, իրավական սոցիալական պետություն հոդվածը մեկը դա խախտված է։ Եվ ամենակարևորը որ ժողովրդին չի պատկանում այլևս իշխանությունը, որովհետև պետք է վերադարձնել իշխանությունը ժողովրդին։ Եվ սրա հետ համեմատվող մի այլ դեպք էլ կար, երբ որ Արթուր Օսիպյանը չէ, այն քաղաքացուն, որին որ ձերբակալել էին Ռուսաստան մեկնելիս, որը մտածում էր, որ այստեղ կարող է անհանգիստ լինի վիճակը, երեխեքին տանում եմ, ձերբակալել են մեղադրանքով, բայց չէր տանում, կատակ էր արել։ Չգիտեմ ինչ էր անում, բայց ձերբակալել էին մեղադրանքով, կատակ էր արել, այդ կատակը դարել էր բան, ուղղճացրել են եւ այլն, ձերբակալել են մեղադրանքով, որ նախապատրաստվող հանցագործության մասին տեղեկացված է եղել եւ չի հայտնել։ Ինչքան քպեական կա, այդ դա շեյր էր արել, որ ահա նայեք, ես ինչ արել եմ։ Վիժանացել էլի, հա։ Բայց բաներ կային, ռուսական համարներով ԿՊ-ի բաներով, սրտիկներով մեքենաներ կային, որոնք իմիջելուց անպատիժ երթևեկում էին, անձամբ եմ տեսել, ասենք խախտումներով բաներով հասկանալի է, որ ասենք իրենք անպատժելիության մեջ վստահ էին։ Ես կարծում եմ, որ կոնկրետ Ալենի դեպքով ասեմ, որ անընդունելի է ուղղակի կարծիքի համար մարդուն ձերբակալելը, խոսքի համար մարդուն ձերբակալելը, իհարկե պետք է պահվեն ինչ որ կարգեր, բարոյական բաներ, հայհոյանք չպիտի լինի հանրային վայրերում, ես էլ եմ դրան դեմ եւ պարզաբար դրան դեմ եմ։ Ալենի հետ ես ընկերություն սկսել անել 2018 թվականից, որտեղ համասանում այն շատ պինդ մարդկանցից մեկներ, որ երբեք ինչ որ հետ չէր քաշվում, չէր վախենում, չէր փախչում, չգիտեմ ինչ չէր անում, ու իսկ դա բոլոր համատարած համասարանում դա շատ տարածված բան էր։ Պրոռեկտորներից սկսած մինչև ասենք, չգիտեմ, այդպես մենք չերևանք, մենք վախենալու է, եսի ինչը եւ այլն։ Բայց օրինակ ես Ալենի հետ ունեմ շատ տարբեր բաներ, հայացքներ քաղաքական եւ այլն, ոնց որ Հովոյի հետ նա։ Կամ իմ նույնիսկ։ Բայց ասենք իրոք անընդունելի բան, մարդը կարծիք է հայտնում, ոչ իբր բանի սահմանադրական կարգի տապալման կոչ, չգիտեմ։ Չէ, մյուս Ալենի հետ համեմատությունը է այստեղ գալիս, որը մարդու օրը ցերեկո բացահայտ հանցագործություն, հենց իր իշխանական դիրքը, պաշտոնական դիրքը չարաշելով կամ դրա արտոնություններից, առավելություններից օգտվելով, բռնության կոչեր, հա, մարդկանց նկատմամբ եւ այլն, այդ ամեն ինչը, եւ այստեղ գործ ունենք, ասենք Facebook-յան գրառման հետ, որի մեջ որևէ հանցագործության նշույլ նույնիսկ չկա էլ չի էլ նշмарվում, չի էլ կարող մեկնաբանվել որպես հանցագործություն։ Մինչդեռ մենք ունենք լրիվ, այո, տարբեր վերաբերմունք իրավապահ, չգիտեմ ինչ համակարգի կողմից։ Դա ինքը լրիվ ապարտեիդի ռասիստական համակարգ է, այսինքն ովքեր որ Նիկոլ Փաշինյանին չեն ընտրել, պետքա դատվեն։ Էսա։ Մարդը հելավ ասես, չէ՞, մեզ բոլորիս, ես չգիտեմ դուք երևի չեք ընտրել Նիկոլ Փաշինյանին, ասեց, որ եթե չեք ընտրել, ապա ընտրակաշառքով չեք ընտրել, ու ընդհանրապես լավ կլիներ, որ մի 3 միլիոն քաղաքացիներով դատի տայինք, սա հազարավոր են դեպքերը, երբ որ ընտրության գաղտնիքը կամ քվեարկության գաղտնիությունը հենց նույն Նիկոլ Փաշինյանը խախտել է, պահանջելով մարդկանցից բանել, պատասխանել, որ իրեն են ընտրելու կամ հավաստել, հաստատել, որ իրեն են ընտրելու։ Դուք այդ օրը նկատեցիք, որ բոլոր ԿՊԱ-ականները կոչ էին անում, որ քվեաթերթիկի վրա հանկարծ սրտիկ մրտիկ չնկարեք, որովհետև կարող է անվավեր չանաչի։ Դե չգիտեմ, ծիծաղալու չի, բայց ասենք ես որպես ընտրատեղամասում եղած։ Բայց չկա այդպեսի պատգամ, որ դա գրառում կամ վիդեոյով, սիրելի բաներ, հետևորդներ, վախենում էին, Բայց մի հատ բան է սարքել։ Մարդիկ գրիչ էին, իրականում մարդիկ գրիչ էին փնտրում։ Սրտիկ նկարեք բանի վրա։ Մարդիկ գրիչ էին հարցնում, հա, եւ այլն։ Ակնհայտ էր, որ այս մարդիկ վերջի 10 տարին չեն գնացել ընտրության եւ այսօր այսինքն հունիսի 7-ին եկել են չասեմ թելադրանքով, չասեմ ուղղորդված, բայց ինչ որ բան իրենց իրականում, այո, կար այնտեղ մղող
մղած, բայց պարզ էր, որ դա երկրի նկատմամբ ապագայի նկատմամբ այսպես հոգատարությունը կամ անհանգստությունը չի։ Ես գիտեք ինչ հիշեցի, որ մեր նախորդ տարվա վերջի եթերում մենք Երգեցինք։ երգենք թե այս նոտան ենք երգում, ոնց որ թե Էլի ենք էլի երկել։ Ես քեզ ավելին ասեմ, որ հայ ժողովուրդը 120 տարի այդ երկը երկում։ Բայց դուք տեղերով փոխված եք այն ժամանակ, էլի գեւեն ժամանակ մեջտեղ գտնես։ Թեշտ է։ Դե ուրեմն էս լավ նոտայի վրա Լավ հիշողություն, նոստալգիկ հիշողություններ։ ավարտենք մեր այսօրվա եթերը։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք խորագիր հաղորդաշարը, մեր հյուրն էր Հովհաննես Իշխանյանը, ես Գևորգ Էմինտյանց եւ Ավետիք Քերոփյանը, ձեզ հետ կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Լավ շշտեցիր հյուրը։ Ստեսություն։